Լուրերի հերթական թողարկումն է առաջինի ուղիղ եթերում, ես Անահիտ Ղազարյանն եմ, բարև ձեզ։ Այսօր մայիսի 28-ն է Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկը, Հանրապետության տոնը։ 1918-ի հենց այս օրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Հայ ժողովուրդը վճռական այո ասաց գոյության իրավունքին։ Ծանր մաքարումների գնով Բաշապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը։ 20-րդ դարասկզբի ողբերգություններից հետո հայրենազրկումից ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը 3 տարի անց հայ ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանական կռիվներ մղել, հաղթել և ստեղծել պետություն։ Խորհրդային հանրապետությունից հետո Հայաստանն անկախությունը վերականգնեց 1991 թվականին, սեպտեմբերի 21-ի անցկացրած հանրաքվեով։ Տոնն այսօր նշանավորվել է Հանրապետության հրապարակում զորահանդեսով։ Զորահանդես! Զգաստ! Ձախից դիմավորելու համար ողջունի! Պարոն նախարար, հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին մասնակից զորքերը շարված են։ Զորահանդեսի հրամանատար գեներալ լեյտենանտ Ասրյան։ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմին ողջույն։ Ողջույն, պարոն նախարար։ Շնորհավորում եմ հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության պարոն վարչապետ, զորահանդեսի մասնակից զորքերը, սպառազինությունը և ռազմական տեխնիկան շարանցմանը պատրաստ են։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։ Ազատ։ 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 Ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում։ 35-ամյա հակամարտությունից հետո հաստատված է խաղաղություն։ Իր ելույթում վարչապետը նշել է, որ Հայաստանի բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է։ Պետության ղեկավարը նաև հայտարարել է, որ բանակի միակ խնդիրը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է և Հայաստանը որդեգրում է պետության հարատևության օրակարգ։ Վարչապետի խոսքով մեծ պատիվ է ներկայացնել այն արդյունքները, որին հասել են 2022-ից ի վեր։ 2026 թվականի Հանրապետության այսօրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու և զարգացնելու համար, և խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի 3 երկրները 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով 1920 թվականին իրար հետևից կորցրեցին այդ անկախությունը։ Հայաստանի առաջին հանրապետության ճակատագրի մասին պատմական հիշողությունները կարևոր դեր են ունեցել
խաղաղության հաստատման գործընթացներում։ Եվ այսօր մենք հաղթահարում ենք առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը եւ որդեգրում ենք պետության հարատեվության օրակարգ, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։ Սա նշանակում է, որ բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա, երբ պետությունն ու նրա շահը, նրա անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը դառնում են գործողությունների եւ որոշումների առանցքային ելակետ, եւ պետությունն էլ իր հերթին դառնում է սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության գործիք։ Պետության վերելքի այս հայեցակարգը առաջնորդում է մեզ եւ մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետությունը գնում է այս ճանապարհով եւ հաստատված խաղաղությունը, նրա հետագա ինստիտուցիոնալացումը, պետության իրավական հիմունքների զարգացումն ու ամրապնդումը, Հայաստանը հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դարձնելը, ներառյալ TRIP նախագծի իրագործմամբ, ինչպես նաև քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը եւ բարեկեցությունը ապահովելը մեր ռազմավարական առաջնահերթություններն են։ Այս նպատակների իրագործման համար կարևոր նշանակություն ունի կրթությունը, որը մենք հռչակել ենք ռազմավարությունների ռազմավարություն։ Եվ պետության մասին մեր գիտելիքի խորացումը գալիս է ասելու, որ խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը, եւ այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Մենք չենք կարող մեզ դնել նման իրավիճակում, եւ այսօր մեզ համար պատիվ է 2026 թվականի Հանրապետության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության ժողովրդին ներկայացնել այն արդյունքները, որոնց հասել ենք 2022 թվականից ի վեր։ Այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը, նոր սպառազինությամբ, նոր համազգեստով եւ նոր գաղափարաբանությամբ։ Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է. բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պես պաշտպանությունն է եւ մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայինորեն տարածքից դուրս բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։ Այս մոտեցումն է հնարավոր դարձրել, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա այն, ինչ այսօր կտեսնեք։ 2022 թվականից առաջ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի Հանրապետության համար, որովհետև միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանի Հանրապետությանը զենք մատակարարել այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանը այդ զենքը կիրառելու է իր միջազգայինորեն ճանաչված տարածքներից դուրս։ Եվ միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ահա միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։ Այսօրվա զորահանդես հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների
արտադրության սպառազինություն եւ ռազմական տեխնիկա եւ ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Զորահանդես հաշվետվության կարևոր առանցքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։ Զորահանդեսին ներկայացվել է նոր բանակը, նոր սպառազինությամբ եւ տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ եւ նոր մարտունակությամբ։ Զորահանդես հաշվետվության մարտաշարքերում անցել է 7 երկրի արտադրության սպառազինություն, որի կարևոր առանցքներից է Հայաստանում արտադրված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան։ Հանրապետության օրվա առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում ասվում է. մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որն հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ։ Այսօր եւս Հայաստանը կանգնած է բարդ եւ վճռորոշ մարտահրավերների առաջ։ Առաջիկա խորհրդարանի ընտրությունը կարևոր փորձություն է լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության եւ հանրային հասունության համար։ Ժողովրդավարական պետության ամրությունը սկսվում է քաղաքացու պատասխանատու մասնակցությունից եւ հանրային վստահության պահպանությունից։ Այսօրը եւս մեկ անգամ մեզ հիշեցնում է, որ անկախությունն ու պետականությունը ձեռք բերված եւ անփոփոխ արժեքներ չեն, այլ դրանք պահպանելու, ամրապնդելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են։ Հանրապետության տոնի առիթով ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձում ասվում է. այժմ մենք կանգնած ենք պատմական առաքելության իրագործման առաջ։ Մենք սկսել ու շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենցաղային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության։ Պետություն, որին տրվող ինքնիշխան, ազատ ու անկախ ձևակերպումներն այլևս միայն սահմանադրական ամրագրումներ չեն։ Պետություն, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե միայն կոչեր են, այլև հստակ որդեգրված քաղաքականության ուղենիշներ, երբ քաղաքացին իր անմիջական մասնակցությունը կարող է ունենալ պետության զարգացման ու կայացման գործում։ Եվ իհարկե պետություն, որը ձեռք է բերել միջազգային հեղինակություն վայելելով տարբեր երկրների առաջնորդների եւ միջազգային գործընկերների հարգանքն ու գնահատանքը։ Ինչ տրամադրություն է եղել հանրապետության հրապարակում վաղ առավոտյան, ներկայացնում ենք կադրերով։ Շնորհավորում եմ իմ հայ ժողովրդին այս հաղթական օրը, եկել եմ հպարտություն ապրելու եւ հիացմունքս արտահայտելու։ Մեծ հպարտություն է, այսքան տարի, այսքան խնդիրներից հետո այսօր ոնց որ ժողովուրդը ցնծությամբ ապրում։ Իհարկե հպարտ ենք։ Ամբողջ ընտանիքով եկել ենք, որ մասնակցենք
Եվ եկել ենք Սանկտ Պետերբուրգից, հատուկ այսօրվա համար։ Շատ հիացած եմ եւ մեծ սպասումներ ունեմ այս ամեն ինչից։ Հանրապետության օրը եկել եմ, որ տեսնեմ զենքերը ինքնաթիռները։ Վանակի օրը եկել եմ զենքերը նայեմ։ Շատ ոգևորված ենք, որովհետև sense բան չի եղել։ Այսօր տեսնում ենք, որ մեր երեխաները իրոք երջանիկ են, էլի։ Դրանից ավելի ինչ ունենանք։ Մենք բոլորս էլ մասնակից ենք, բոլորս էլ այդ ամեն ինչով անցել ենք, բայց այսօր մեր երեխաները այսպես լավ բաներ են տեսնում, մեր բանակի զորությունն են տեսնում, մեր ազգի ուրախությունն են տեսնում։ Դրանից կարևոր բան ինձ թվում չկա։ Տեսանելի է դառնում մեր երկրի զինված ուժերում կատարվող բարեփոխումները, կարծում եմ ճիշտ որոշում էր այս շքերթ անցկացնելը։ Եվ ոգևորության առիթ է տալիս, եւ ուրախության, եւ հպարտության։ Շատ ուրախ ենք, շատ ոգևորված ենք։ Վերջին անգամ չեմ հիշում, երբ ենք մասնակցել այսպիսի մեծ տոնախմբության։ Ինքնաթիռները, առհասարակ ամեն ինչը այս ընթացքում զորավարժությունները, երբ որ իրականացնում էին, փոքրիկը շատ ոգևորված էր, եւ որպես ապագա զինվորի մայր ուզում ենք, որ մեր երկրում խաղաղություն լինի, իսկ խաղաղության գրավականը նաև այս ամեն ինչն է, ինչը որ այս պահին կատարվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ուժեղ ու անվտանգ երկիր է դարձնում, գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Դոնալդ Թրամփը շեշտել է շուտով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին կդնեն Թրամփի ուղի նախագծի հիմքը, որը կվերափոխի Հարավային Կովկասը։ Այս ժամի միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը։ ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում գրառում է արել եւ հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ ընկեր եւ առաջնորդ է, նա Հայաստանն ուժեղ ու անվտանգ երկիր է դարձնում։ Նաեւ կիսում է Հայաստանի եւ Հարավային Կովկասի համար խաղաղության եւ բարգավաճման իր տեսլականը։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրերս այցելել է Հայաստան, որտեղ Սպիտակ տան ղեկավարի խոսքով առաջ է մղել երկու երկրի համար կարևոր մի քանի գործարք։ Թրամփը շեշտել է, շուտով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին կդնեն Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի հիմքը, որը կվերափոխի Հարավային Կովկասը եւ ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչեւ Միացյալ Նահանգներ։ Հաշվի առնելով այս ամենը, Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նրա օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Նորից հզոր դարձնենք Հայաստանը, եզրափակել է Դոնալդ Թրամփը։ Հայաստանին է անդրադարձել պետքարտուղար Մարկո Ռուբիոն, կաբինետի նիստում նա Թրամփին է ներկայացրել Հայաստան կատարած այցի արդյունքները, շեշտել Թրիփի նախագիծը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի առանցքային հենասյունն է, որին ըստ Ռուբիոյի հաջողվել է հասնել Դոնալդ Թրամփի ջանքերով։ Հայաստանի հետ ստորագրեցինք նաեւ քրիտիկական օգտակար հանածոների մասին փոխըմբռնման հուշագիր եւ ռազմավարական գործակցության եւս մեկ հուշագիր։ Այսպիսով սա պարզապես հիշեցում է, որ դուք օգնեցիք կարգավորել եւս մեկ հակամարտություն, դիմել է պետքարտուղարը Թրամփին։ Ռուբիոն հավելել է, այժմ տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում, որոնք երկար ժամանակ լճացած էին։ Մարկո Ռուբիոն նաև շնորհավորական ուղերձ է եղել Ադրբեջանին, նշել, որ երկկողմ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Անհամբեր սպասում ենք գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային կապակցվածության, տնտեսության եւ անվտանգության ոլորտներում շփումների ընդլայնման միջոցով, ընդգծել է պետքարտուղարը։ Ռուբիոյի խոսքով Վաշինգտոնը ողջունում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի հանձնառությունը եւ անհամբեր սպասում այդ ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակմանը։ ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանում ռազմական թիրախների։ Ամերիկյան զլմների տվյալով խոցվել է մեկ օբյեկտ, որը սպառնալիք է ներկայացրել Հորմուզի նեղուցում ամերիկյան զորքերի եւ առևտրային նավագնացության համար։ Reuters-ի տվյալով ամերիկյան ուժերը նեղուցի տարածքում նաեւ խոցել են իրանական 4 ԱԹՍ եւ թիրախավորել Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում տեղակայված իրանական ցամաքային կառավարման օբյեկտներից մեկը, որտեղից հնարավոր է արձակվել էին ԱԹՍ-ները։ Գործակալության աղբյուրը նշել է, որ Միացյալ Նահանգները պաշտպանական գործողություններ է իրականացրել եւ մտադիր է պահպանել հրադադարի ռեժիմը։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են հանրապետության տարածքում գիշերը հնչած պայթյունների մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ հարվածել են ամերիկյան ավիաբազային այն բանից հետո, երբ ԱՄՆ ուժերը թիրախավորել են Բանդար Աբբաս օդանավակայանի մոտակա տարածքը։ Թե որ բազայի մասին է խոսքը չի հստակեցվում, սակայն տեղեկություններ կան, որ գիշերը Քուվեյթում գործարկվել է հոբ համակարգը։ Իրանից նախազգուշացրել են, ագրեսիայի ցանկացած կրկնություն կհանգեցնի ավելի վճռական
պատասխանի։ Այս միջադեպից ժամեր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ գոհ չէ Իրանի առաջարկած կարգավորման պայմաններից։ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն նրանց դեռ չի հաջողվում լավ առաջարկներ անել։ Կամ պետք է հասնենք համաձայնագրի, կամ մեր գործը ավարտին հասցնենք, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա նշել է, որ չեն դիտարկում հակաիրանական պատժամիջոցների թույլատումը, քանի դեռ Թեհրանը չի փոխել քաղաքականությունը։ Նաև դեմ են, որ իրանական հարստացված ուրանը փոխանցվի Ռուսաստանին կամ Չինաստանին։ Դոնալդ Թրամփը նաև նախազգուշացրել է, որ կվերացնի Օմանը, եթե այդ երկիրը փորձի վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է ամերիկացի կոնգրեսականների քննարկել Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման հարցը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր երկրին անհրաժեշտ են հակաբալիստիկ հրթիռներ։ Անդրադարձ է եղել հակառուսական պատժամիջոցներին, առաջնագծում իրավիճակին եւ ԱԹՍ-ների ոլորտում ԱՄՆ-ի հետ հնարավոր համատեղ նախագծերին։ Կարևոր է, որ Ամերիկան լսի Ուկրաինային, թեև հասկանում ենք, որ հիմա ուշադրությունը կենտրոնացած է Իրանի վրա, շեշտել է Զելենսկին։ Նա նաև հաստատել է, որ նամակ է հղել ԱՄՆ նախագահին եւ կոնգրեսին ահազանգերով Ուկրաինայում հոբ համակարգերի պակասի մասին։ Հարկավոր է դադարեցնել պատերազմը նաև այստեղ, Եվրոպայում, որքան շուտ կարողանանք ապահովել բալիստիկ հրթիռներից պաշտպանությունը, այնքան ավելի շուտ կկարողանանք թափ հաղորդել դիվանագիտությանը, համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը։ Դիանա Գասպարյան, լուրեր։ Այս ժամի լուրերի զարգացումներն այսքանն էին, շարունակեք հետևել Առաջինին։